Որքան հոնորար են ստացել արտիստները Էրեբունի Երևան 2807-ամյակի տոնակատարության շրջանակում ելույթների համար։ Հոկտեմբերի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էինք քաղաքապետարան, պատասխանը դեռ չենք ստացել, բայց գնումների պետական համակարգում տեղադրված մի քանի պայմանագրերի ուսումնասիրությամբ Factor TV-ն որոշ տվյալներ արդեն պարզել է։ 30 րոպեանոց ելույթի համար քաղաքապետարանը Բրյունետին վճարել է 3.300.000 դրամ։ Արտիստը ելույթ է ունեցել Շարլ Ազնավուրի հրապարակում կայացած էստրադային համերգի ընթացքում։ Նույն համերգի ժամանակ ելույթ է ունեցել նաև Ռենկառնացիա խումբը։ Այս դեպքում 30 րոպեանոց ելույթի համար հոնորարը կազմել է 5 միլիոն դրամ։ Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում կայացած ռոք համերգի ընթացքում ելույթ է ունեցել Լավելի բենդը։ 30 րոպեանոց ելույթի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 1.800.000 դրամ։ Սևագիր խմբի 30 րոպեանոց ելույթի համար քաղաքապետարանը վճարել է 715.000 դրամ, իսկ Բամբիր խմբի ելույթի համար 2 միլիոն դրամ։ Էլեկտրոնային երաժշտության համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել իտալացի Բենի Բենասին և ևս 2 DJ։ Նրանց ընդհանուր վճարվել է 35.750.000 դրամ։ Կասկադ համալիրի տարածքում կայացած ջազ համերգի ընթացքում ելույթ է ունեցել Արտո Թունջբոյաջյան և Armenian Navy բենդը։ 30 րոպեանոց ելույթի համար քաղաքապետարանը բենդին վճարել է 2.420.000 դրամ։ Նույն համերգի ընթացքում հաղորդավարի ծառայություններ է մատուցել Վահե Խանամիրյանը։ Հոնորարը կազմել է 834.000 դրամ։ Նշենք, որ Էրեբունի Երևան 2807-ամյակի տոնակատարությունների շրջանակում միջոցառումների կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը Factory Production ընկերությանը վճարել է 332.934.000 դրամ կամ $865,000։ Ընկերությունը ընտրվել է առանց մրցույթի, մեկ անձից գնման ընթացակարգով։ Factory Production-ը միջոցառումներ է կազմակերպել Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքում, Ազատության հրապարակում, Դիանա Աբգարի զբոսայգու տարածքում, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հանրապետության հրապարակում։